Ադրբեջանի նախագահ Ղահրաման Մարաշում հանդիպել է թուրք գործընկերոջ Ռեջեփ Էրդողանի հետ։ Երկու առաջնորդները մասնակցել են 2023-ի երկրաշարժից հետո այստեղ կառուցված ադրբեջանական թաղամասի բացմանը։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատումը նոր զարկ կտա Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնմանը, հայտարարել է Թուրքիայի նախագահը, ով վաղն էլ կհյուրընկալի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իսրայելի բանակը հայտարարում է, թե անցած գիշեր ավելի քան 100 ռումբերով հարվածել է իրանական տասնյակ ռազմական օբյեկտների։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, թիրախների թվում է եղել նաև Արաքի ծանր ջրի ռեակտորը։ Թեհրանը հայտարարել է, թե ճառագայթման վտանգ չկա եւ որ օբյեկտը տարհանվել էր հարձակումից առաջ։ Իրանն էլ հարվածել է Իսրայելի հարավում գտնվող հիվանդանոցներից մեկին, թիրախավորվել են նաև Թել Ավիվում եւ մոտակայքում գտնվող մի քանի բնակելի շենքեր, 240-ից ավելի վիրավոր կա։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե այդ հարվածներից հետո Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն այլևս չի կարող ողջ մնալ։ Զինվորականներին հրահանգ է տրվել եւ նրանք գիտեն, որ իրենց բոլոր նպատակներին հասնելու համար այդ մարդը չպետք է շարունակի գոյություն ունենալ, ասել է Իսրայել կացը։ Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահները դատապարտել են Իսրայելին Իրանին հարվածելու համար, ընդգծելով, որ պետք է գնալ լարվածության թուլացման։ Իսրայելի գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ միջազգային իրավունքի նորմերը, հայտնել է Կրեմլը Պուտինի եւ Սի Ցզինպինի միջև այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։ Հակամարտության կողմերը, մասնավորապես Իսրայելը, պետք է հնարավորինս շուտ դադարեցնեն ռազմական գործողությունները, ըստ պետական լրատվամիջոցների, ասել է Չինաստանի նախագահը։ Գազայում իսրայելական հարվածներից միայն այսօր առնվազն 72 մարդ է զոհվել, 21-ը միջազգային օգնության բաշխման կայանի մոտ, հայտնել են Համասի կողմից վերահսկվող տարածքի պաշտոնյաները։ Ականատեսներից մեկը Ֆրանս Պրեսին պատմել է, որ սննդի հերթում կանգնածները հայտնվել են տանկերի հրետակոծության եւ անօդաչու թռչող սարքերի հարվածների տակ։ Մենք չենք կարող օգնել նրանց կամ նույնիսկ ինքներս փախչել, ասել է նա։ Իսրայելը արդեն 3 ամսից ավելի արգելափակում է սննդի եւ այլ ապրանքների մատակարարումը անկլավում ապրող մարդկանց։ Ուկրաինան եւ Ռուսաստանը գերիների հերթական փոխանակությունն են իրականացրել, ավարտելով Ստամբուլում շաբաթներ առաջ ձեռք բերված համաձայնությունը։ Նախագահ Զելենսկին հրապարակել է ազատ արձակված ուկրաինացի զինվորների լուսանկարները։ Նրանց մեծ մասը գերության մեջ էր Ռուսաստանի կողմից 3 տարի առաջ սկսված պատերազմի առաջին ամիսներից։ Թե ի վերջո քանի գերի է հայրենադարձվել, ոչ Մոսկվան, ոչ Կիևը դեռ չեն հստակեցրել։ Իսպանիան մերժել է պաշտպանական ծախսերը ավելացնելու եւ համախառն ներքին արդյունքի 5%-ին հասցնելու ՆԱՏՕ-ի առաջարկը, որը պաշտոնապես պետք է անդամ երկրներին ուղարկվի հաջորդ շաբաթ։ Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին ուղարկված նամակում երկրի վարչապետը այդ պահանջը որակել է անհիմն եւ ոչ արդյունավետ։ Առաջարկը շրջանառել էր Միացյալ Նահանգների նախագահը երթմնակալությունից 2 շաբաթ անց, պնդելով, թե դաշնակիցները պետք է հավասարաչափ կիսեն պաշտպանության բեռն ու ռազմական կարիքների համար ներդնեն ՀՆԱ-ի 5%-ը։ Մադրիդը վստահ է, որ 2%-ն էլ բավարար կլինի, գրել է Պեդրո Սանչեսը։